Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տիկին Դալաքյան։ Բարև ձեզ։ Ինչպես կմեկնաբանեք Ալիևի վերջին հայտարարությունը այն մասին, որ եթե քարտեզներն ուսումնասիրենք, կտեսնենք, որ չկա Սևանալի, չկա ադրբեջանական անունով է տալիս, որը չեմ ցանկանում կրկնել, եւ բացի դրանից նաեւ նշել է, որ ադրբեջանցիները չպետք է վախենան Հայաստան պետությունից վերադարձի մասին մտածելու ժամանակ։ Եվ տանկերով չենք գալու, մեքենաներով են գալու, դուք այստեղ տարածքային պահանջ, այսպես կոչված ճակերտավոր կեղծ ադրբեջանական թեզը առաջ մղելու միտում տեսնում եք։ Տեսեք, չնայած որոշ փորձագետներ ադրբեջանական, որոնք իհարկե Ալիևից են սնվում, ես նրանց հետ հանդիպումներ եմ ունեցել եւ ակնհայտ տեսել եմ, որ նրանք ուղղակի ռոպագանդիստ են, այդտեղ փորձագետ կա, քանի որ Ադրբեջանը ժողովրդավարություն չի, այդ մարդիկ հատկապես այդ ակնավորությունը, որը Factor TV-ում խոսել է, նա ընդհանրապես Ալիևի ռոպագանդիստ է եւ ասում, որ այդտեղ տարածքային պահանջ կա, ընդհանրապես պատմության մասին ինչ-որ ակնարկ է, տեսեք, Ալիևը խորամանկ է, նա այնպես է խոսում, որ Հայաստանը կարողանա միջազգային գործընկերներին ասել, տեսեք, Ալիևը տարածքային պահանջ է կայացնում, դա պատմություն է, հիշում է։ Մյուս կողմից ակնհայտ է, որ հենց այնպես չի, որ Ալիևը անընդհատ այդ որևէ անգամն է ինչ-որ քարտեզներից է խոսում, իդեպ ես չգիտեմ դա ինչ քարտեզ է, եկեք փաստացի ասենք, որ հայկական կողմի գործիքները այստեղ շատ լայն են եւ իրավունքները բոլոր միջազգային քարտեզներում մեծ վարկությունից առաջ արդեն 6-րդ դարից մենք տեսնում ենք Հայաստան անվանումը հիմա պատմաբանների գործի մեջ չներխուժենք բայց Ադրբեջան անվանումը մենք տեսնում ենք 1813-1828 թվականների Թուրքմենչայի եւ Գյուլիստանի պայմանագրերից հետո երբ ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը եւ մինչ այդ Ատրտատականը դա նահանգ էր Իրանում հյուսիսում Այսինքն, եթե մենք խոսենք թե քարտեզներից որոնք են հինը եւ ինչի մասին է խոսքը, ով է նոր եկել, ով է քոչվոր, այստեղ Ալիևը կպարտվի։ Բացի այդ նա խոսում է ցարական Ռուսաստանում ինչ-որ քարտեզների մասին, որը որևէ մեկը չի տեսել կամ դա որևէ հիմք չի կարող հանդիսանալ։ Այսինքն, պատմության առումով իհարկե Ադրբեջանը մշտապես կեղծում է պատմությունը, դա մեկ Բայց Ալիևը երկու նպատակ ունի, նա էլի նյարդայնացնում է հայ հասարակությանը, մենք դες խոսել ենք, որ նա ամեն ինչ կանի, որ տորպեդահարի եւ բացասական վերաբերում ստեղծի Հայաստանում խաղաղության հնարավոր գործընթացի օգոստոսի 8-ի վերաբերյալ։ Մյուս կողմից, գիտեք, ես չեմ բացառում, որ ինքը իր գլխում այդպիսի նպատակներ ունի։ Ես չեմ հավատում, որ Ալիևը խաղաղացել եւ կիրթ է դարձել։ Նա միշտ մնացել է եւ կմնա այն նույն Ալիևը, որը ուրեմն տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իդեպ իշխանությունները դրա մասին խոսել են, ասելով, որ Ադրբեջանի սահմանադրությունը նույնպես տարածքային պահանջներ ունի Հայաստանի Հանրապետության հանդեպ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի ֆենոմենը անկախության իրենց հռչակագրին առաջին հանրապետության հղումը։ Իդեպ իրենք մեզից պահանջում են, որ մենք փոխենք, բայց մենք իրենցից չենք պահանջում։ Այսինքն Ալիևը շարունակելու է այս քաղաքականությունը, որպեսզի անընդհատ լարված պահի հայ հասարակությանը, թողնելով որպեսզի մենք լուծենք մեր համար կարևոր անվտանգային տնտեսական խնդիրներ, այլ մշտապես այստեղ պառակված եւ լարված լինենք մեր երկրում։ Տեսեք Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Ալիևի Սևանը գոյչա չտվեցի այս անունը, Սևանա լճին այլ անուն տալու հայտարարությանը նշել է, որ Ադրբեջանի նախագահը ասել է, որ ցարական քարտեզներում եթե նայենք Սևանալիչ չկա, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ինչպես է մեկնաբանում, արդյոք սա այսպես ավելի շատ մեղմող, արդարացնող չէ։ Դե եթե այդքանն է պատասխանը, սա ոչ մեղմում է, ոչ արդարացնում է, սա եւ իմ կարծիքով հղում է անում ցարական Ռուսաստանին, այսինքն մենք պիտի հասկանանք, Ալեն Սիմոնյանն էլ Ալթայից խոսեց, չէ՞, այդպես մոտավոր հասկացրեց ինչ-որ մի բան, որ ուզում են ասել, որ ռուսական քարտեզներ են դա մեկ, եւ երկրորդը Ալիևը հենց այնպես չի այդ հայտարարություններ անում, հատկապես Ռուսաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումից հետո։ Ես ընդհանրապես կողմնակից եմ, որ Նիկոլ Փաշինյանը չպատասխանի Ալիևին դրա մասին խոսել են, որովհետև Ալիևը մեզ ցանկանում է ներքաշել այս խոսակցությունների մեջ։ Ինչ պիտի անի Հայաստանը։ Իր մամուլի խոսնակի մակարդակով նա պիտի հերքի նախ փաստերով պատմականորեն
Եվ երկրորդը նշի, որ այսպիսի հայտարարությունները որևէ կերպ չեն նպաստում խաղաղության այն process-ին, որը օգոստոսի 8-ի համաձայնագրով կնքվել է երկու պետությունների միջև Վաշինգտոնում։ Մյուս կողմից Հայաստանը դիվանագիտական խողովակներով բոլոր ուրեմն արևմտյան երկրներին, ԱՄՆ-ին, Ռուսաստանին իմացա, նաև Իրանին, Արևելքում էլ Հնդկաստանին, Չինաստանին պիտի ուղարկի Ալիևի այս հայտարարությունները, նրանք պարտավոր չեն ամեն օր Ալիևին դիտել եւ ասել, որ Ալիևը շարունակում է այս իր հայտարարություններով լարված պահել տարածաշրջանը, հայ հասարակության մեջ անընդհատ վախ սերմանել եւ ինչու՞ չէ կարող է մի օր իր մտքերը որոշի դարձնել իրականություն, որովհետեւ որևէ մեկը չի կարող ասել, որ Ալիևը դա ուղղակի ասում է եւ հարմար պահին չի փորձի ուրեմն իր ասածը իրականացնել։ Եկեք չմոռանանք, որ 2023 թվականին Ալիևը հարձակվեց արդեն Հայաստանի Հանրապետության վրա եւ այժմ էլ գտնվում է մեր տարածքում։ Նիկոլ Փաշինյանը կօգտվի WhatsApp-ով Թրամփի հետ կապ հաստատելու հնարավորությունից, որտեղ նախ Թրամփն էր ասել, որ կարող եք ինձ զանգել, ես խնդիրները կլուծեմ, Հայաստանում էլ հայտարարեցին Նիկոլ Փաշինյանը միակն է, որ Թրամփի WhatsApp-ն ունի։ Տեսեք, Ալիևը ներողություն իհարկե, այդքան չկա, որ մենք իր ամեն բառից հետո WhatsApp-ով գրենք Թրամփին, նույնիսկ եթե ունենք իր համարը։ Պատկերացրեք, որքան խնդիրներ ունի այժմ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում, Վենեսուելայում, Իրանում, ուրեմն Չինաստանի շուրջ, Ճապոնիայում եւ հիմա արդեն Նիգերիայում մի հատ էլ WhatsApp-ով պատասխանի Ալիևի պատմական էքսկուրսի։ Իդեպ Նարեկ ջան, Թրամփի բախտը չի բերել, պատմական էքսկուրս նրա հետ անում է նաև Վլադիմիր Պուտինը, գիտեք, այդ ցած ինչ որ պիչենեգներից եւ այլն, Օլովցիներից, այսինքն Թրամփը արդեն սովորել է լսել կեղծ պատմություններ, բայց դա նրան չի հետաքրքրում։ Այլ հարց է, որ մենք ոչ թե Ալիևի ամեն խոսքից հետո պիտի այսպես լարված արձագանքենք, մտածենք ինչ նկատի ունի եւ այլն, մենք պիտի ապրենք մեր բնականon կյանքով, բայց հասկանանք, որ ունենք այսպիսի հարևան, որը առիթը բաց չի թողնի, եթե հնարավորություն ունենա նաև միջազգային ասպարեզում իր առավելապաշտական նկրտումները իրականացնելու համար։ Դա ներքին մեր աշխատանքն է բանակը ամրապնդելը, վերազինելը եւ վերափոխելը, տնտեսությունը զարգացնելը, օրենքը հաստատելը, գումարած դաշնակիցներ, իրական դաշնակիցներ ունենալը եւ միջազգային դիվանագիտական խողովակներով ցույց տալ, որ Ալիևը ընդհանրապես թատրոն է խաղում եւ խոսում է խաղաղության մասին եւ միայն միջազգային ճնշումներն են, որ նրանց ստիպում են լինել կոնստրուկտիվ։ Իսկ այն, որ նա մի բան ասի, մենք այսպես խառնվենք, վախենանք, պարոն Ալիևը պետք է իմանա, որ կանգեր ունի նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ սա չի նշանակում, որ մենք պատերազմի կոչ ենք անում, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում չի գտնվի հետ մեկ մարդ, որը կասի Ալիևը ինչ ուզում է թող ասի եւ անի։ Եթե մեզ սպառան, եթե Պապիկյանն էլ դրա մասին խոսեց, մենք մեր տարածքը կպաշտպանենք, այսինքն տանկեր ունի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Այլ հարց է, որ պետք է հասկանալ, եթե դուք խաղաղության եք գնում, այսպիսի պրովոկացիոն հայտարարություններ անելը ինչ իմաստ ունի։ Հիմա սա ինչ է նշանակում, Ալիևը խաղաղության է գնում, թե ոչ, օգոստոսի 8-ից հետ քայլ է անում, թե ոչ։ Ալիևը չգիտի ինքը ինչ է ուզում, որովհետև նա չի կարող օգոստոսի 8-ից հետ քայլ կատարել, քանի դեռ Թրամփը այնպիսի իրավիճակում չի, որ Ալիևը գիտակցի, որ Պուտինը առավել ուժեղ է տարածաշրջանում։ Տեսեք, չեմ ցանկանում կրկնվել, բայց մենք պիտի հասկանանք, որ ամեն ինչ կախված է միջազգային ասպարեզում ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան հակամարտությունից։ Ովքեր գող չեն տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունից։ Ռուսաստանը Իրանին դնում է մի կողմ որպես աշխարհակահաղական կարևոր կենտրոն եւ Չինաստանը։ Հիմա նույն Վենեսուելայում սա կարևոր է, ես խոսում եմ Վենեսուելայի մասին, սա Ռուսաստան ԱՄՆ հակամարտությունն է։ Ով կհաղթի այս հակամարտության մեջ, ով կլինի ավելի հետևողական։ Եթե Թրամփը ապացուցի, որ իր խոսքը գործ է, իրական գործ, ոչ թե այստեղ է հայտնի լոզունգը, եւ ապացուցի, որ նա պատրաստ է Վլադիմիր Պուտինին ճնշել, որովհետեւ ինքը ունի հստակ քաղաքականություն հարավային Կովկասում դուրս մտել Ռուսաստանին, Ալիևը շատ խելոք կերպով Վաշինգտոնյան համաձայնագրերը կկատարի։ Իսկ եթե տեսնեն եւ Ռուսաստանում, եւ Չինաստանում, ավտոկրատ երկրներում, եւ Ադրբեջանում, որ Վլադիմիր Պուտինը ինչ ուզում անում է, ինչպես ուզում իրեն դրսևորում է եւ Թրամփը ընդհանրապես խոսքեր է ասում, իրեն կհասկանան, որ Վաշինգտոնյան համաձայնագրերը չեն կարող իրականացնել։ Թրամփը չի անի դրա համար որևէ ռեալ քայլ։ Գումարած դրա մենք պիտի հասկանանք, որ դեռ չի կնքվել հայ-ամերիկյան
համաձայնագիր, որին մենք սպասում ենք ճանապարհների վերահսկողության վերաբերյալ եւ քանի դեռ ռեալ գործնական քայլեր չկան այդ ուղղությամբ, Ալիևը մտածում է, որ դե Տրամփն է մի բան է ստորագրել, մինչեւ 26 թվական աշխարհում շատ բան ամեն օր փոխվում է։ Էնպես որ Ալիևը ձեր հարցի պատասխան նա երկուսն էլ պահում է, երկու կողմին էլ բրիփել է երբեմն ասում, իհարկե ավելի հաճախ զանգեզուրի միջանցքել է ասում, որպեսի հարմար պահի, իդեպ երկուսը դեռ գործում են, երբ մենք խոսում էինք, որ նոյեմբերի 9-ը դեռ ուժի մեջ է եւ նա ժամկետ ունի, մենք դրա մասին էինք ասում, որ երկու պայմանագրեր կան, որոնք մեկը մյուսին հակասում են։ Եվ զարգացումներ երբ ըստ ձեզ մենք կտեսնենք, որովհետև մենք արտգործնախարարությունից ենք հետաքրքրվում անձամբ նախարարից, պաշտպանության նախարարից, թե երբ խաղաղության պայմանագիրը կստորագրվի եւ չենք ստանում հստակ տեղեկություն։ Հիմա այս հայտարարության կոնտեքստում ֆոնին ամեն ինչ տանում է վերջնական ստորագրման, թե ոչ։ Դե գոնե Ալիևի հայտարարությունը չի տանում վերջնական ստորագրման, որքան էլ նա ասի, որ սա տարածքային պահանջ չի, մենք ընդհանրապես քարտեզից ենք խոսում, բոլորը ամեն ինչ հասկանում են։ Ես Հայաստանը ինչի չի խոսում Նախիջևանից, դա մենակ քարտեզ չէ, դա պրոտեկտորատ էր, որը պիտի ուներ ինքնավարություն, որը ըստ էության վերացվեց, ժամկետով էր հանձնվել 100 տարի ժամկետ ուներ այդ պայմանագիրը, կամ ինչի Հայաստանը չի ասում, թե Բաքվում հայերը ինչ մեծ ներդրում են ունեցել ընդհանրապես այդ քաղաքի, ես կասեի, կառուցման գործում։ Ինչու հայերը չեն խոսում արևմտյան Հայաստանից, նույնիսկ հակառակը Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է խոսել, Արարատից այլևս պետք է խոսել։ Դե որ այդպես է, բա ինչու իրենք կարելի է, մենք չի կարելի։ Մենք որ խոսում ենք, ասում դա տարածքային պահանջ է, դա մեր սիմվոլն է, հանեք, չէ՞։ Բա ինչու իրենք իրավունք ունեն, մենք ոչ։ Ես վստահ եմ, որ Ալիևը չի ուզում ստորագրել խաղաղություն, որ նա դա արկախում է սահմանադրական փոփոխությունների հետ, արդեն սա ցույց է տալիս, որ նա չի ուզում ստորագրել, որովհետև եթե նա ցանկանար խաղաղություն տեսնել տարածաշրջանում, ես նշում եմ, իրենք էլ ունեն սահմանադրության մեջ խնդիրներ։ Մենք էլ այդ պահանջը չենք ներկայացրել, նա ստորագրել խաղաղությունը, սահմանազատումներ շարունակվել։ Ինչի է կանգնել սահմանազատումը, ես ուզում եմ հասկանալ։ Մենք զգուշացնում ենք, որ Տավուշում սահմանազատումից հետո կանգնելու է process-ը։ Ես վստահ եմ, որ անկլավների հարցերն է բարձրացնելու Ալիևը, այսինքն ապաշրջափակման արդեն ժամանակ ռեալ։ Նա չի ուզում գնալ խաղաղության եւ իր բոլոր այդ հայտարարությունները դա են ապացուցում։ Բացի այդ, իրենք ուզում են հասկանալ ընտրություններին ինչ իրավիճակ է լինելու Հայաստանում, Ռուսաստանը ինչ պլաններ ունի։ Այսինքն այսօր, երբ ամեն օր բան է փոխվում աշխարհում, Ալիևը 1 տարի հետո հաստատ որոշում ունի ստորագրի, թե ոչ։ Կախված կլինի իրենք կստիպեն, ինչ իրավիճակ կլինի միջազգային ասպարեզում։ Եթե ստիպող չլինի, ես վստահ եմ Ալիևը երբևիցե չի ստորագրի այդ խաղաղության համաձայնագիրը, ինչպես եւ Թուրքիան երբևիցե չի բաց սահմանը, եթե նրա նկատմամբ արևմտյան, մասնավորապես ամերիկյան լուրջ ճնշումներ չլինեն։ Տիկին Դալակյան, Ալիևին պատասխանելու հարցում ավելի զուսպ եւ կաշկանդված հանդես եկող Հայաստանի իշխանությունը առավել այսպես անթակույց պատասխանում է ընտրված հատուկ իրեն բնորոշ բառապաշարով պատասխանում է կաթողիկոսին կամ ոչ թե պատասխանում է, այլ շատ դեպքերում նաև սեփական նախաձեռնությամբ հանդես են գալիս հայտարարություններով կաթողիկոսին եւ այլ հոգեվորականներին առնչվող, ինչով է պայմանավորված ներքին հարցերում այդպես ուժեղ տղայի կեցվածքից հանդես գալիս, արտաքին հարաբերություններում լինել զուսպ, վախվորած։ Տեսեք, Հայաստանի իշխանությունները ունեն այսպիսի տեսակետ, որ պետք է գրգռել Ալիևին, դա պատճառ կհանդիսանա, որպեսզի նա արձակվի մեր երկրի վրա։ Եվ իդեպ հասարակության որոշ լայն շրջանակներում ես կասեի, դա արձագանք է գտնում, քանի որ մենք տեսել ենք պատերազմ եւ այնպես չի, որ 5 տարին, 6 տարին մոռացնել է տալիս այդ հսկայական կորուստները, ժողովրդի մեջ այսպիսի մի ընկալում կա եւ իշխանությունները դրա վրա իդեպ շատ հետաքրքիր ձևով խաղում են, կամ մենք կպահենք մեծ չափավոր, չենք պատասխանի երբեմն, կամ կլինի պատերազմ եւ կունենանք 2020 թվականին։ Այսինքն ես հասկանում եմ հայ ժողովրդին, որ նոր է այսպես վերապրել այդ ցավը եւ իշխանությունները ասում են մենք պատասխանենք, դա կնշանակի պատերազմ, բայց դա այդպես չի։
մենք ինչքան էլ չենք պատասխանում, Ալիևը շարունակում է։ Եվ ես բացարձակորեն վստահ եմ, եթե Ալիևը կարողանար հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, նույնիսկ եթե մենք ամեն օր ասեինք, որ Երևանը Երևան է եւ մենք ընդհանրապես ամբողջովին արևմտյան Ադրբեջանում ենք ապրում, Ալիևը կհարձակվեր, դա ակնհայտ է։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությունը ճիշտ է ասում, որ ասում է իր խոսքով պատերազմ հրահրեց 20 թվականին, խոսքերով չեն հրահրում։ Արևը խոսքերին չի նայել, որ հարձակվել է Հայաստանի վրա։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, եւ կրկնեմ, մենք պիտի լինենք զուսպ այն առումով, որ չընկնենք Ալիևի նման ինչպես գորանք բռունցքներով խփենք սեղանին, ես կասեի նույնիսկ դա վստահ լիդերի պահվածքի, բայց միևնույն ժամանակ դիվանագիտական խողովակներով ես նշեցի ապացուցեք եւ ցույց տանք, որ Ալիևը ընդհանրապես խաղաղություն բառի հետ որևէ ընդհանրություն չունի եւ ավելի ցածր մակարդակով ոչ թե Փաշինյանի նրան հերքել փաստերով։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, այսպես ասեմ, սա շատ նուրբ հարց է, Գարեգին երկրորդը դե պարզ է, մեր դեմ պատերազմի հրահրի, չի հարձակվելու մեզ վրա, բայց մենք պիտի Նարեկ ջան երկու մասի բաժանենք խնդիրը։ Ես դեմ եմ այսպիսի տեսահոլովակ, ինչ ասեմ, տեսաերիզների, տեսանյութերի հրապարակմանը, որոնք խախտում են մարդու անձնական կյանքի գաղտնիությունը եւ Արշակ Սրբազանը դիմել էր այդ հոդվածով դատարան։ Մյուս կողմից նա կարծես չի հերքում, ուրեմն պարունակությունը այդ նկարահանված, այսինքն զրպարտության համար ես չպես որ նա դիմել է դատարան։ Հիմա բարոյական կողմն է կա, հակառակ կողմը կարող է ասել, իսկ ինչա դա նորմալ է, այսինքն այստեղ երկու կազուս ունենք, իրավական առումով եւ բարոյական չգրված օրենքների առումով։ Եվ որևէ մեկը ինչ կարծիք էլ արտահայտի, դա օբյեկտիվ չի դիտարկվի, որովհետեւ երկու կողմում էլ կա ճշմարտության հատիկ, բայց այն որ Գարեգին երկրորդի դիրքորոշումը նախկին իշխանությունների հանդեպ, Ռուսաստանի հանդեպ անկողմնակալ չէ, որ նա իր քայլերով մշտապես աջակցություն է հայտնում եւ Վլադիմիր Պուտինին եւ նախկին իշխանություններին, քննադատում է միայն այդ իշխանություններին, դա օբյեկտիվ չի եւ դրա համար ես եւ կարծում եմ որևէ անկախ փորձագետ չի կարող ասել, որ սա ընդհանրապես միակողմանի ճնշում է եկեղեցու նկատմամբ։ Իսկ այն, որ վիրավորել չի կարելի, զրպարտել չի կարելի, հայհոյել չի կարելի, ոնե ես մշտապես իմ խոսքում նշել եմ, որ երկու կողմին է դա վերաբերում։ Վաղը մյուս օր եթե այդպիսի նկարահանումներ լինեն իշխանությունների արդեն վերաբերյալ, ես նույնպես չեմ ողջունի, որովհետեւ ցանկացած մարդ էլ խոցելի է, կարող է ամեն մեկը ինչ որ մի խնդիր ունենա իր անձնական կյանքում, դա չի նշանակում, որ մենք պիտի նստենք կեղտոտ լվացքը այստեղ քննարկենք։ Այլ հարց է, որ հոգեվորականը նա ավելի պիտի բարձր լինի հասարակ, այսպես ասեմ, ներողություն իհարկե քաղաքացիներ, որովհետև նա քարոզում է հենց բարոյական եւ հիստորիական արժեքներ, այսինքն այս առումով հոգեվոր սպասավորների վրա ավելի մեծ ձեռ կա։ Դրա համար ժողովրդի շրջանում այս ուրեմն բացահայտումները առավել ծանր են։ Այնուհանդերձ դուք ինչպես եք այս կոնֆլիկտը կարծում, ինչ եզրահանգման կգա, ինչ ավարտ կունենա, թե ամեն ինչ այնքան անորոշ է, որ հնարավոր չէ թեկուզ իրականության փոքր-ինչ մոտ կանխատեսումներ անել։ Տեսեք, ես բացարձակ չեմ մտածում, որ հեշտ է Գարեգին երկրորդին դահանկեց անել, ասենք։ Մենք նաև տեսնում ենք, որ Վլադիմիր Պուտինը միշտ շքանշաններ է տվել եւ Գարեգին երկրորդին եւ նրա եղբորը, այսինքն նրանք հասկացել են, որ դա մեր ինչ ասեմ, որպեսզի վիրավորանք չհնչի, ազդեցության գոտին է, որովհետեւ անդակույց Ռուսաստանը պաշտպանում է նրան, ոչ թե հայ առաքելական եկեղեցու։ Ես գիտեք վստահ եմ Նարեկ ջան, որ եթե Գարեգին երկրորդը այսօր Նիկոլ Փաշինյանին պաշտպաներ, Վլադիմիր Պուտինը հաստատ հայ առաքելական եկեղեցուն չէր պաշտպանի։ Այսինքն այստեղ խնդիրը քաղաքական է եւ դրա համար ես չեմ կարող կանխատեսումներ անել, բայց այն որ Նիկոլ Փաշինյանը դիտակցում է իմ կարծիքով, որ եթե Գարեգին երկրորդի անձի հանդեպ արդեն ոտնձգություն լինի, դա ձեռնոց է Վլադիմիր Պուտինին, արդյոք նա այդ քայլերին պատրաստ է Ռուսաստանի կողմից հակազդեցության, ես դա չեմ կարող ասել, դա արդեն միայն ինքը գիտի ինչ կորոշի։ Մյուս կողմից կարծում եմ մինչև ընտրությունները թեման կթեժացի, որովհետև այլևս այդ սպիտակը Քոչարյանի հետ չի աշխատում, կարծես այս նոր ընդդիմության հետ էլ չի աշխատում, եւ հիմա լոզունգը լինելու է մեր հավատքը մաքրելը վեհարան, այդ իրենք ինչ որ ասում են։ Դուք որ ասեցիք անձի նկատմամբ ոտնձգություն, ինչը նկատի ունեիք։
Ես կարծում եմ, եթե այնպիսի փաստեր կա, որ Գարեգին երկրորդը, չգիտեմ, էլի մանկապարտությամբ է զբաղվել, չնայած վարչապետի տիկինը կարծեմ այդպիսի հայտարարություններ արել, չգիտեմ ում նկատի ունի, որ ասում էր մանկապիղծները, չեմ կարող ասել, սա մեկ։ Եթե չկան այդպիսի փաստեր եւ Նիկոլ Փաշինյանը ուղղակի որոշի նրան ձերբակալել, ասենք քարոզչության համար կամ չգիտեմ, կոռուպցիայի գործով, սա կարծում եմ լուրջ ակնհայտ հակազդեցություն կառաջացնի։ Եթե իմ ասած հոդվածներով լինի, մեղադրանք լինի, ես չեմ կարծում, որ Ռուսաստանը այդքանից հետո կարող է այստեղ Բայդեն երկրորդին ցանկության դեպքում պաշտպանել։ Քանի որ ես չգիտեմ ինչ կոմպրոմատներ կա, ներողություն է, երկրում արդեն ոչ մի բան վստահելի չի Գարեգին երկրորդի կամ նրա եղբոր նկատմամբ, եւ ասում էին, որ եղբոր նկատմամբ կան նույնիսկ այդպիսի շատ վատ բացասական հոդվածներ անցյալում, չեմ էլ ուզում կրկնել, դա իդեպ որոշ հոգեվորականներ հարցազրույցի ժամանակ ասեցին հայկական ժամանակին։ Հիմա եթե այդպիսի տեսա երիզներ կա եւ այդպիսի փաստեր կա, ես չգիտեմ Մարիա Զախարովան այդքանից հետո ոնց է պաշտպանելու Գարեգին երկրորդին։ Դա այլ հարց է։ Իսկ եթե այդպիսի փաստեր կան եւ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ասենք իշխանափոխության բռնի կոչի կամ քարոզի համար է բանտարկելու, սա ունենալու է իր հակազդեցությունը արդեն քաղաքական Ռուսաստանի կողմից։ Բայց դուք ինչ եք կարծում, ամեն ինչ տանում է նրան, որ նաև կաթողիկոսին ազատազրկեն։ Դա է խնդիրը, կարող են ազատացնել թեկուզ մի քանի օրով կամ մի քանի ամսով դա կբերի հավելյալ ձայներ։ Իդեպ այնպես չի, որ որի մեծամասնության կողմից սա հավանության է արձանանում, բայց քանի որ մասնատված է ժողովուրդը, դա էլ իր ձայները կբերի Նիկոլ Փաշինյանին, գուցե նաև ձայներ բերի նախկին իշխանություններին, այսինքն այսպես սպիտակի պարակտումը կգործի։ Ամեն ինչ կախված է այդ մեղադրանքից եւ այն փաստերից, որին տիրապետում են իշխանությունները։ Կրկնեմ, եթե դա լինի այնպիսի մեղադրանք, որը իշխանաձախտման կոչի հետ է կապված, այստեղ կփորձեն էլի ներկայացնել, որ դե հայրենիք ենք փրկում, լավ ենք անում։ Օրինակ, բայց եթե խոսքը վերաբերի նշած հոդվածներին, ասենք տեղական նայողություն, ոտնձգությունների կամ ինչ-որ այդպիսի բաների, դա որևէ կերպ որևէ կենտրոն չի կարող արդարացնել եւ ասել, որ Գարեգին երկրորդի հանդեպ հալածանք է կիրառում, լավ է անում, ինչ ուզում է թողան է։ Այսինքն կոմպրոմատները նայած ում ձեռքում են, ով է տեսանկարահանել քանի տարի առաջ, ով է տրամադրում իշխանություններին եւ նայած Գարեգին երկրորդը ինչ այդպիսի հանցակցությունների մեջ է եղել։ Գուցե այդպիսի փաստեր կան, համենայն դեպս անցած իշխանության падգամավորներից ասում են, որ կան փաստեր, դե թող ներկայացնեն, տեսնենք։ Այս վեճը, որ կա կաթողիկոսի եւ վարչապետի միջև, ի վերջո պետք է օրինակ կաթողիկոս այդ հարցին անդրադառնա, թե ոչ, որովհետեւ ասում են օրինակ ընդդիմադիր շրջանակներից, բայց դա ինչ հարց է, որ կաթողիկոսը դրան ժամանակ տրամադրի կամ ով է ասել, որ պետք է կաթողիկոսը ցանկացած տեղեկություն հերքի, նա հանդես է գալիս, ասում են ամենայն հայոց կաթողիկոսի դիրքերից եւ ամեն ցնդաբանություն, ինչպես ընդդիմությունն է գնահատում, չի կարող հերքել։ Ի վերջո պետք է այս թեմային կաթողիկոսի մակարդակով անդրադարձ լինի, թե ոչ։ Գիտեք, մեր նախորդ եթերի վերնագիրը այն էր, որ Գարեգին երկրորդը պիտի պատասխանի եւ նրա լռությունը անհասկանալի է։ Տեսեք, խոսքը չի վերաբերում ինչ-որ բամբասանքի, որ ասենք մեր հանդեպ կարող են ասել, չգիտեմ, իշխանական քարոզիչ, կամ ասեն արևմտամետ, կամ ձեր հանդեպ ասեն, չգիտեմ, հակա Փաշինյանական, սա չի մեղադրանքը, որ մենք էլ ասենք, դե բամբասում են, ամեն մեկին ոչ են կարադառնա։ Երկրի հոգևոր առաջնորդին մեղադրում են ամենածանր մեղքերի մեջ։ Կցած ուրեմն կոռուպցիոն ինչ-որ սխեմաների, ես չեմ անդրադառնում նույնիսկ նրան, որ ինքը հոգևոր օրենքները խախտել է եւ ունի ընտանիք։ Դրա մասին ես չեմ էլ խոսում, չեմ էլ խոսել։ Դա արդեն թող եկեղեցու ներսում իրենք որոշեն, եթե դա իրենց համար ընդունելի է, որ այդ օրենքները խախտում են, դա դնեմ մի կողմ։ Խոսքը վերաբերում է սպանություն կոծկելու փաստին, օրինակ այդպիսի նյութեր հրապարակվեցին, որ Ուկրաինայում թեմի առաջնորդը կարծես ինչ-որ վրաերթի էր մեկին ենթարկել, կաթողիկոսը կոծկել է։ Օրինակ, ես դա ասում եմ ելնելով ինչ-որ լուրերի։ Երկրորդը, նրա եղբոր մասին խոսում են, որ չգիտեմ, մանկապղծության մեջ է մեղադրվում։ Օրինակ, կամ իր մասին գալիս է մի հոգևորական հայկական ժամանակում կրկնեմ, ասում է, որ տարիներ առաջ նա բռնաբարության մեջ է մեղադրվել, KGB-ն դա գիտի, ես շատ եմ էլի, դուք բոլորը տեսել եք։ Հիմա Նարեկ ջան, սա այնպեսի մեղադրանք չի, որ ասես
ես պատկերացնում ձեր կամ իմ հանդեպ այդպեսի մեղադրանք լինի։ Երկի հոգևոր առաջնորդին այսի բանի մեջ էր մեղադրում, ասում հնդաբանությունը չի պատասխան։ Թող մի հատ հաղորդում նկարահանեն, լավ թողի պատասխանի, թող մայր աթոռի լրատվական ասի, որ այս փաստերը կեղծ են, մենք էլ դատի ենք տալիս զրպարտության համար, այս կայքի։ Ինչ է նշանակում ցնդաբանությանը չեմ պատասխան։ Դա ցնդաբանություն չի, գալիս փաստերով, օրով, ժամով, տարեթվով հոգևորականներից մեկը ձեր մասին sense բան ասում, որ ցնդաբանությանը չեմ պատասխան։ Ցնդաբանություն նա կլիներ, որ ասեին դավաճանը կամ նույնիսկ KGB-ի ագենտ կամ չգիտեմ, terrorist, ասեին դե հիմա ոչ է պատասխանի, գալիս են անուններով բան են ասում, ցնդաբանություն։ Ես չգիտեմ ում համար ոնց, բայց այս լռությունը հենց եկեղեցուն է վնասում։ Այսինքն, եթե դուք տեսնում եք, որ արդեն եկեղեցին վարկաբեկում է այնքան, որ ժողովուրդը իրան թույլ է տալիս հայհոյել կաթողիկոսին, ասել դա ցնդաբանություն է, չեմ պատասխանում, ես չեմ հասկանում։ Դե այդպես է, ուրեմն Փաշինյանը թող Ալիևին չպատասխանի, ցնդաբանությունն է, էլի, քարտեզներ է քրտե, բան է ասում, էսի մտածելակերպը, ես չեմ հասկանում։ Կաթողիկոսի լռությունը ինչ է նշանակում։ Դե հենց է դա է, գիտեք, մենք չենք կարող այս երկրում հիմա այդպես դատի տալը մոդայի կա, չենք կարող ասել դա նշանակում է, որ ինքը մեղավոր է։ Դա նշանակում է, որ կասկածներ կարող են լինել, որ նա մեղավոր է, Նարեկ ջան, կասկածներ։ Հետո որ խոսում է, իրանք ասում թող մեզ դատի տա, եթե մենք սխալ ենք։ Նույնիսկ դա են ասում։ Մենք կապացուցենք Պետրոս Ղազարյանի մոտ էլ ինչ-որ մի հոգևորական, դա էլ այլ հոգևորականներ եկավ, դա ասեցի։ Դու դատի տա, եւ ինքը ասեց, եթե դատի տա, ես կապացուցեմ։ Այսինքն ապացուցման մեղքը պիտի բարձի, իհարկե ըստ օրենքի նաև, բարձում է այս անձանց վրա, թող հայտ ներկայացնե, այստեղ ամբողջ փաստաբանները երկրի իրանց օգտին են աշխատում։ Հայտը ներկայացրեք, մի հատ էլ այնպեսի նյութական վնասի փոխհատուցում պահանջեք, որը կյանքում որևէ մեկը կներեք ռիսկ չանի այդպեսի բանած, ինչ է նշանակում ցնդաբանությունը, հանրային հեռուստաընկերությամբ գալի այդպեսի բան են ասում մենք չենք պատասխանում, մի պատասխանում։ Այնուհանդերձ պարակտում կա մեր պետության հասարակության միջև, թե ոչ, որովհետև արդեն հասել ենք այնտեղ, որ ոչ թե քաղաքական ուժերի հանրահավաքների բազմամարդությունն է քննարկվում, այլ թե որ եկեղեցու որ պատարակում ինչքան մարդ կար։ Իդեպ, որ ասում են ինչու չեք մասնակցում ընտրությունների, ես դրա համար ես ընտրական գործընթաց չեմ տեսնում։ Ես ծրագրերի պայքար չեմ տեսնում։ Ես հիմերի ապագայի համար ինչ-որ ռազմավարության պայքար չեմ տեսնում։ Ես տեսնում եմ դավաճան, կապիտուլյանտ, մարդասպան, թալանչի, աղանդավոր, հակաքրիստոս, ներ, այսպիսի իրավիճակում ինչ ծրագիր ներկայացնես, Նարեկ ջան, հետո պիտի լսի այդ ծրագիրը։ Ժողովուրդը պարտավոր չի, ես չեմ մեղադրում ժողովրդին, լսի ծրագրեր։ Ժողովուրդը սիրում է տեսարաններ, մի հատ վերնագիր է, բոլորը տեսնում են, ասենք, սենսացիոն, դա նայում է ժողովուրդը։ Մեկ այլ խոսակցություն, երբ խոսում ես ապագա զենքերից, տնտեսությունից, ռազմավարությունից, դիվանագիտությունից, ասում են դե լավ, հիմա դրա ժամանակն է, մենք հիմա սատանայի դեմ ենք պայքարում, այսինքն այստեղ քաղաքական process ես չեմ տեսնում եւ իմ մեծ հիասթափությունը այս իշխանություններից դա է, որ ընտրությունների նախօրեին միշտ այսպիսի թեմաներ են առաջ բերում, կամ միշտ էլ իմացել են Գարեգին երկրորդը ինչ խնդիրներ ունի, ասած այդ նկարահանումները նոր չեն եղել, թե իդեպ դա էլ է հետաքրքիր, երբ է կատարվել այդ նկարահանումը եւ ով է տվել այդ փաստերը Փաշինյանին։ Որը մեկի մոտ հաշվի առաջանում, ես չեմ հասկանում, եկեղեցին չի ուզում իմանա երբ է կատարվել։ Որ նկարահանումն են տվել Փաշինյանին։ Դե այս վերջի Արշակ Սրբազանի վերաբերյալ տեսանյութը ընդդիմության Այսինքն դուք կարծում եք, որ դա իշխանական թևն է սլիվ արել։ Ես կարդացի Քոչարյանական թիմի անդամներից ոմանց հայտարարությունները, որ դա կատարվել է 10 տարի առաջ Սերժ Սարգսյանի օրոք։ Քանի որ ես Արշակ Սրբազանի անձնական կյանքով չեմ հետաքրքրվում, ես չեմ կարող ասել նրա կապը այդ կնոջ հետ երբեք տեղի ունեցել։ Եթե դա նկարահանվել է մինչև 2018 թվականը, ով է նկարահանել այս իշխանությունը։ Այլ հարց է, որ այդ փաստերը տրվել են իշխանություններին, նրանք էլ օգտագործում են, բայց իշխանությունները հերքում են, չէ՞, ասում են մենք էինք, դա շուտ է նկարվել եւ մենք դրա հետ կապ ունենք, այսինքն դա է կարևոր։ Ուրեմն Գարեգին երկրորդը նոր չի, որ տեսա նկարահանվում է եւ ոչ միայն ինքը, ես այսպես եմ մտածում։ Այսինքն էլի շարունակեմ իմ խոսքը, ես ծրագրերի պայքար չեմ տեսնում եւ
Հիմա նախին իշխանությունների հանդեպ արտահայտություն չիրականացնելը եւ էլի 7 տարի հետո նույն լոզունգով գնալ ընտրությունների, սա իմ վստահությունը այդ իշխանությունների հանդեպ արդեն լիովին սպառել է եւ գոնե այն մասով, որ իրենց ձեռնտու է, ինչպես իրենք են ասում, ունենալ այսպիսի ընդդիմություն։ Իսկ այս համատարած աղմուկի ֆոնին արդեն կոնստրուկտիվ քննադատությունը եւ կոնստրուկտիվ ծրագրերը ժողովրդի մոտ ընկալում չեն առաջացնում։ Տիկին Դալաքյան, իշխանականները էկոնոմիկայի նախարարը ազգային ժողովի փոխնախագահը այս պահին Facebook-ում գրառում են արել հայտնելով, որ բացի ղազախականը նաև ռուսական ցորեն է գալիս Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, սա լավ լուր է ներկայացնում Գևորգ Պապոյանը, նշելով, որ ունեմ եւս մեկ լավ լուր ապաշրջափակումից։ Սա ապաշրջափակում է ճանապարհների, սա էր մեր պատկերացրած ապաշրջափակումը, թե այնպիսի ապաշրջափակում, որ գնացքներն են վստվլստանելու, մեքենաներն են գնալու գան, այսինքն բոլոր ուղիներն են բացվելու բոլոր տարածքներով։ Տեսեք, ապաշրջափակումը խաղաղության խաչմերուկը դա տրանզիտ երկրի մասին չի։ Դա նրա մասին է, որ բացվելու են սովետական միության ժամանակաշրջանի բոլոր լոգիստիկ ճանապարհները։ Եվ Հայաստանն էլ կարողանալու է արդեն Ադրբեջանի տարածքից օգտվել, բեռներ տեղափոխել, Իջևանում է բացվելու լոգիստիկ ճանապարհները, Թուրքիայի հետ սահմանի մասին դեռ խոսեմ, այսինքն ապաշրջափակման մասին դեռ մենք չենք կարող խոսել, ինչ որ մի բեռնափոխադրման իրողությունից ելնելով։ Մյուս կողմից մենք պիտի հիշենք, որ մեր դիվերսիֆիկացումը Ռուսաստանից եկող ծորենին էր վերաբերում, այսինքն մենք նպատակ ունենք Ռուսաստանից ստացնել մեր պարենային անվտանգությունը։ Դրա համար Ղազախստանին ենք դիմել, հուսով եմ նաև կդիմենք Ուկրաինային։ Ինչ վերաբերում է այս երևույթին, դա ողջունելի է, գիտեք ինչ առումով, հետաքրքիր է ընդդիմության արձագանքը։ Իրենք ասում էին, որ սա նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանի, սա միջին միջանցքի կոնտեքստում է եւ այլն։ Իշխանությունները փաստորեն այնքան խորամանկություն են ունեցել, որ մի հատ էլ Ռուսաստանի միջոցով են Ռուսաստանից են ծորեն բերում։ Հիմա տեսնենք դա ընդդիմության մոտ ինչպես է ընկալվում, որպես հավաճանական քայլ, որ մենք այդ հացը չենք ուտի, որտեղ է տարածքով եկել, թե ոչ։ Սա իհարկե Փաշինյանի թիմը երևի մտածել էր։ Երկրորդը սրանով իրենք ցույց տվեցին, որ մենք Ռուսաստանի հետ էլ ունենք շատ նորմալ հարաբերություններ, ինչա Ղազախստանից ենք բերում, Ռուսաստանից ենք բերում։ Մյուս կողմից Ռուսաստանն էլ այստեղ սահող է հանդիսանում, քանի որ նա ցույց է տալիս, որ տարածաշրջանից դուրս չի եկել եւ խոսքը չի գնում ռուսական ծորենի հրաժարման մասին, խոսքը չի գնում նրա մասին, որ միայն ԱՄՆ-ն կարող է այստեղ լոգիստիկ ճանապարհներ բացել, այլ որ Ռուսաստանն էլ եթե ցանկանա, այդպիսի ծրագրեր իրականացնել, այստեղ խաղ դուրս եկան Ռուսաստանը եւ Հայաստանի իշխանությունները, թե ընդդիմությունը ինչպես կարձագանքի դրան երևի հերթական նստաշրջանի ժամանակ կլսենք։ Մինչ այս ընդդիմությունը ասում էր Ադրբեջանից կախվածության մեջ ենք ընկնում։ Տեսնենք, եթե խոսքը վերաբերում է ռուսական ծորենին, չէ, ղազախականի դեպքում էին ասում։ Բացի դրանից նաև ճանապարհի մասին էին խոսում, չէ, որ Ադրբեջանով է գալիս։ Հիմա այսինքն էլի Ադրբեջանով է գալիս, պիտի հասկանանք, որ էլի կապ չունի ուրեմն որտեղի ծորենն է, կարևորը այն է, որ Ադրբեջանով է գալիս։ Այսինքն ես չեմ կարծում, որ ընդդիմությունը քննադատի է այդ իրողությունը։ Այսինքն հիմա այս նախաձեռնության շրջանակներում ինչ քայլ արվի պետք է Ռուսաստանը ներկա լինի։ Ես օրինակով էլի որ ծորենը այս տարբերակով նաև Ռուսաստանից է գալիս։ Տեսեք, քանի որ մենք նոր ենք ծանոթանում Պապոյանի հայտարարությանը, մենք չգիտենք խոսքը վերաբերում է ինչ որ մի անգամյա բեռնափոխադրմանը, որով ինչ որ ծորեն է գալիս Հայաստան, թե Ռուսաստանից Հայաստան եկող ցանկացած բեռնափոխադրում լինելու է արդեն թույլատրվելու է Ադրբեջանի կողմից եւ անխոչնդոտ է լինելու։ Այսինքն խոսքը վերաբերում է ինչ որ մեկ անգամյա իրականությանը եւ կոնկրետ ծորենին է վերաբերում, օրինակ զենք տեղափոխվելու է Հայաստան։ Հետաքրքիր է այդ ճանապարհով, ես դա էլ եմ ուզում մտածել։ Իհարկե ոչ։ Լավ, զենք թող տեղափոխվի, մենք պիտի հասկանանք, սա պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ Հայաստանը Ադրբեջանով դեպի Ռուսաստան կարող է իրականացնել բեռնափոխադրում եւ հակառակ ուղղությամբ, թե սա մեկ անգամյա ինչ որ նախագիծ է։ Դա արդեն երբ մենք իմանանք, թե ինչի մասին է խոսքը, ոչ թե պետության ինչ որ ստատուս կարդանք, կհասկանանք։ Եվ այնուհանդերձ դուք սա համարում եք դրական առաջընթաց, թե ոչ։
Դրական առաջընթաց է ցանկացած տեղից դիվերսիֆիկացումը, իհարկե այլ հարց է, որ փորձում ենք Ռուսաստանի դիվերսիֆիկացնել, բայց դե համենայն դեպս եթե խոսքը վերաբերելու է մշտական արդեն բեռնափոխադրումների իրականացմանը, այո, դա դրական է, որովհետև գիտեք, մենք պիտի հաշվի առնենք, որ մեր հարևանները այդքան էլ հաճելի չեն մեզ, Անդինս Թուրքիայի եւ Ադրբեջանի մեղմ ասած, բայց մենք պիտի փորձենք եզեր գտնել արտաքին աշխարհ ելք ունենալու համար։ Միայն Վրաստանը եւ Իրանը մեզ համար բավարար չեն։ Իրանը անդադ սանկցիաների տակ է գտնվում արևմուտքի, Վրաստանն էլ ինքը Ռուսաստանի ուրեմն ասելով վերին դասը երկուզում փակում է։ Այսինքն մենք պիտի այլընտրանքային ճանապարհներ ունենանք, թեկուզ Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքով։ Դա դրական զարգացում է։ Բայց կրկնում եմ, մենք պիտի պայմանագրին ծանոթանանք կամ համաձայնությանը, որ խոսքը վերաբերվում է նրան, որ այսօրվանից Ռուսաստանի ցանկացած բեռնափոխադրում Ադրբեջանի տարածքից դեպի Հայաստան կարող է ազատ իրականացնել եւ հակառակ ուղղությամբ։ Եթե խոսքը սրան է վերաբերում, սա դրական է։ Եթե էլի միանգամյա ինչ-որ բեռնափոխադրման մասին է, սա այլ խոսք։ Եվրոպական դիվերսիֆիկացիա փնտրող ազգը հայտնվեց ադրբեջանական դիվերսիֆիկացիայի գրկում, հա, այդպես է ստացվում։ Գիտեք, եվրոպական դիվերսիֆիկացիան բացի նրանից, որ օդով պիտի լինի կամ Վրաստանով, մենք ես նոր ասեցի, մեր դիրքը այնպեսին է, որ մենք չենք ընտրել մեր հարևաններին, դա բարդ իրավիճակում ենք, այնպես էլ չի, որ Վրաստանը ինքը դրական քայլեր է անում, մենք շատ հաճախ տեսնում ենք, որ երկուզում վերին դաշտը փակում է։ Այսինքն նույնիսկ օդային տարածքով եթե փոխադրում լինի, պիտի հստակ համաձայնություն լինի որոշ երկրների, մենք պիտի աշխատենք այդ Շնորհակալություն Տիկին Դալակյան հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ։